Երևանի ճանապարհներին շատ գողտրիկ եկեղեցում երիտասարդը երգում է եկեղեցում։ Եվ իր գեղեցիկ ձայնը, հա, իդեպ անջատեք, հա, հեռախոսները խնդրում եմ, ինչ եմ ես։ Եվ այդ երիտասարդը եկեղեցում երգում էր եւ շատ գեղեցիկ ձայնով։ Եվ իր ձայնը երևի հասավ վերև Աստծուն։ Եվ այդ երիտասարդը, որը սովորում էր Թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում եւ շատ հետաքրքիր գործեր էր անում, նա տեղափոխվեց սկզբից Փարիզ, հետո Նյու Յորք։ Սովորեց տարբեր ինստիտուտներում, տարբեր համալսարաններում, սակայն բայց իր սերը եւ հետաքրքիր լինելը որպես հայ բեմադրիչ իր մեջ մնաց։ Եվ գիտեք ինչ, երբ պարզ է, որ ես ասում եմ իմ շատ սիրելի եւ հարգելի Արթուրի մասին։ Եվ ինձ համար իր զանգը, նա ինձ զանգեց եւ ասեց, որ նա այս տեսակ ներկայացում ունի, բայց փառատոնի շրջանակներում նա չի կարողանա գալ այստեղ, այսինքն ապրիլի կեսերից, ես ասեցի, օքեյ, մենք կարող ենք special event կազմակերպել քո հետաքրքիր ներկայացման համար, որովհետև դա հիանալի է, երբ մերոնք դրսում դառնում են այդ տեսակ արհեստավար։ Ես հիմա նայում էի փորձը, եւ քանի որ այստեղ շատ շատերը թատրոնների հետ կապ ունեն, ես ուզում եմ ասել, որ այո, այդ դերասանական դպրոցը, որ ունի այս երիտասարդը Բրազիլիայից եկած, ցույց տվեց ինձ, որ դա ինչ լուրջ վերաբերմունք է իր աշխատանքի համար, իր պրոֆեսիոնալիզմի համար, եւ հուսով եմ, համոզված եմ ավելի ճիշտ, որ նա նույն ձևով ամբողջությամբ տրվելով իր դերին խաղա այսօր այս ներկայացումը։ Եվ բացի ես միշտ դա ասում եմ, բարի աչքով նայենք ներկայացումը, բայց մինչև ներկայացման սկիզբը ես ուզում եմ, որ բոլորս թափահարենք եւ հրավիրենք մեր Արթուրին այստեղ։ Պատմի ներկայացման մասին, մենք ծիտրներ ունենք, տեսնում եք ծիտրներ կա, բայց ում հասանելի է։ Այո, ես ճիշտ ասած կարճատես եմ, երևի շատերը գիտեք, դրա համար ես սիրում եմ ավելի ըմբոշխնել դերասանի վարպետությունը, որովհետև սենց վիճակ դա, բայց դա այդպես է ընդունված, այդպես կլինի եւ Արթուր ջան, խնդրում եմ։ Շատ շնորհակալ եմ, որ եկել եք բոլորդ։ Իմ համար սա ոնց որ տուն գնալու պես մի իրադարձություն լինի ու շատ եք տեսնելու այստեղ։ Տարօրինակ ձևով Նյու Յորքում հանդիպել բրազիլական պրոդյուսերի եւ դերասանի հրավեր ստանալ գնալու Ռիո դե Ժանեյրոյի ներկայացում անելու մի մայրցամաք, որտեղ դեռ չի աշխատել, բայց դե հասցրեցինք աշխատել, բայց սա լինելու է ընտանեկան դրամա, կտեսնեք մի դերասանի կատարմամբ եւ մոր եւ հոր եւ իր եւ իր ավելի երիտասարդ տեսակը եւ անի որ պորտուգալերեն է լինելու եւ կուզեի որ փորձեք ինչքան հնարավոր է ամբողջնել դերասանի վարպետությունը, բայց նաեւ ձեզ փորձենք սուբտիտրերով օգնել ինչքան կարող ենք։ Ձեզ բարի դիտում, հանդիպենք